Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարաթ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1532-րդ օրն է։ Այս եթերը կարելի էր վերնագրել «Պուտինը բունկերում է, Զելենսկին Երևանում» ռուսական ռազմական բազայից 12 կիլոմետր հեռավորության վրա։ Կարծես նորից Զելենսկին Կուպյանսկ էր այցելել, բայց նորից Պուտինը չկար։ Այսօրվա եթերի համար իհարկե մենք ունենք հաճելի ռազմական նորություններ, քանի որ ապրիլին Ռուսաստանը ռազմաճակատում կորցրել է 116 քառակուսի կիլոմետր տարածք, այսինքն առաջ գնալու փոխարեն Ռուսաստանը արդեն տարածքներ է կորցնում, իսկ ուկրաինական դրոնները մայիսի 9-ից առաջ այցելում են Մոսկվայի կենտրոն։ Միևնույն ժամանակ Պուտինը Ռուսաստանը հուսահատությունից բալիստիկ հրթիռներով հարվածում է ուկրաինական գյուղական տներին, հավանաբար արդեն տեսել եք կադրերը Խարկովի մարզից մեր Տելեգրամում, սակայն այդ ամենի մասին ես կպատմեմ մեր եթերի երկրորդ մասում, իսկ առայժմ ուզում եմ ձեզ հետ խոսալ Երևանում տեղի ունեցած աննախադեպ իրադարձությունների մասին, ինչից Ռուսաստանում իրենց հանգիստն ու քունը կորցրել են։ Ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ տեսակետը տեղի ունեցածի վերաբերյալ, որի իրական մասշտաբը իմ կարծիքով վրիպել է շատ վերլուծաբանների եւ լրատվականների տեսադաշտից, այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում եվրոպական քաղաքական գագաթնաժողովի շրջանակներում, հայ հասարակությանը այս օրերին շատերն են պատմել, բայց կոնկրետ տեղեկատվություն, թե վերջի վերջո ինչ էր դա իրականում, ես քիչ հանդիպեցի։ Ավելի ճիշտ ամբողջական տեղեկատվություն, այդպես ասեմ։ Իշխանություններն ու իրենց կողմնակիցները բնականաբար դա ներկայացնում են գրեթե որպես Եվրոմիության Հայաստանի անդամակցություն, իսկ ընդդիմությունը եւ պրոռուսական լրատվամիջոցներն ու փորձագետները ամեն կերպ փորձում են նսեմացնել տեղի ունեցածի դերը։ Ես որպես Հայաստանում նախընտրական մարտերից դուրս գտնվող մարդ ցանկանում եմ իմ լուման ներդնել, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե իրականում ինչ է տեղի ունեցել Երևանում։ Ես հիմա կխոսեմ հենց եվրոպական քաղաքական գագաթնաժողովի մասին, որովհետև ամեն ինչ սկսվեց հենց դրանից, իսկ Հայաստան Եվրոմիություն գագաթնաժողովը կթողնենք մեկ այլ եթերի կամ գուցե հրավիրենք հայ փորձագետների հարցազրույց կազմակերպենք։ Ես կփորձեմ ներկայացնել իմ տեսլականը երևանյան իրադարձությունների մասին, այդ թվում Զելենսկու դեմ սադրանքների վերաբերյալ, թե ով էր կանգնած այդ սադրանքների հետևում, իսկում է դժվար չէ կռահել, պարզ էր, որ ռազմաճակատում եւ քաղաքական դաշտում պարտվող Ռուսաստանը չէր կարող չփորձել փչացնել տրամադրությունը, բայց եկեք սկսենք պոզիտիվից։ Չէ որ իրադարձությունը չափազանց կարևոր է, հատկապես մեր տարածաշրջանից Ռուսաստանի ազդեցության դուրս մղման համատեքստում։ Գիտեք, որ ես հաճախ եմ քննադատել Փաշինյանի իշխանություններին ուկրաինական ուղղությամբ անբավարար ակտիվության համար, բայց ես եւ իմ ընկերները դա անում էինք ոչ թե խայպի համար, այլ փորձում էինք հասնել իրական տեղաշարժի, եւ այսօր այս հարցում տեղաշարժը չնկատելը պարզապես անազնիվ կլիներ։ Ես կուզեի իհարկե եղածը բեկում անվանել, բայց ցավոք բեկում տեղի չունեցավ, բայց այնինչ տեղի է ունեցել նույնպես շատ կարևոր է։ Եկեք արձանագրենք մի կարևոր փաստ՝ ժամանակակից եվրոպական քաղաքական համայնքը ծնվել է որպես Եվրոպայի ուղղակի պատասխան Ռուսաստանի Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժմանը։ Հետևաբար նման գագաթնաժողովի անցկացումը հենց Երևանում ոչ միայն հյուրերի ընդունելություն է, այլ Հայաստանի բոլորովին նոր քաղաքական դիրքավորման ցուցադրություն։ Ըստ էության սա երկրի խորհրդանշական դուրս գալն է հապկի հովանոցի տակից դեպի մեծ եվրոպական քաղաքականության տարածք, շատ բարձր նշաձող է սահմանվել եւ դա պետք է փաստել։ Գիտեք, ես չեմ խնայել, երբ առիթ է եղել քննադատել իշխանություններին, երբ տեսել եմ սխալներ, բայց չեմ կարող չնշել այն դրականը, ինչ տեսնում եմ հիմա։ Հիմա պարզաբանեմ առանձնահատուկ օժտված քննադատների համար, ովքեր չեն հասկանում պահի էությունը, եվրոպական քաղաքական համայնքի ձևաչափը պարզապես ժամանակային առումով չի համընկել ռուսական ագրեսիայի հետ, այն ստեղծվել է Ուկրաինայի համար եւ հանուն Ուկրաինայի։ Սա ռուսական ագրեսիայի դեմ Եվրոպայի համախմբված գործիքն է։ Հետևաբար նման գագաթնաժողովի անցկացումը Երևանում պարզապես արարողակարգային միջոցառում չէր։ Սա հզոր ցուցիչ է այն բանի, որ Հայաստանը ակնհայտ առաջընթաց է գրանցել ուկրաինական ուղղությամբ իր քաղաքականության մեջ։ Երևանը վերջապես դադարեց ձևացնել այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, իրեն չի վերաբերվում եւ մտավ այն երկրների ակումբ, որոնք որոշում են ողջ մայրցամաքի անվտանգության ապագան։
Կրեմլի ազդեցության գոտումը անցկացնել իր էությամբ ուկրաինական գագաթնաժողով, սա համարձակ քաղաքական դեմարշ է, որն արևմուտքում շատ հստակ լսեցին եւ մատնացույց արեցին, իսկ թվում է տեսել եք բոլորի հայտարարությունները, չկրկնվեմ։ Հասկանալի է, որ պրոռուսական ընդդիմությունը արդեն ամեն կերպ փորձում է վարկաբեկել այս իրադարձությունը, պիտակներ կպցնելով նրանց գլխավոր փաստարկներից մեկը ներկայացուցչականությունն է, իբր սպասում էինք 50 առաջնորդի, բայց եկան ավելի քիչ, բայց ես որպես մարդ, ով ուղեկցել է այս իրադարձությունը, գիտեմ թե ինչպիսի ռիսկերի միջով է պետք եղել անցնել, որպեսզի այն ընդհանրապես կայանա։ Ուղիղ ասեմ, գագաթնաժողովի անցկացումը շատ մոտ էր տապալման, անվտանգության հսկայական սպառնալիքների պատճառով, մինչ սովորական քաղաքացիները մտքում հաշվում էին լիմուզինների քանակը, տասնյակ երկրների հատուկ ծառայություններ լուծում էին բարդագույն մի հավասարում, ինչպես պաշտպանել Եվրոպայի առաջնորդներին մի տարածաշրջանում, որտեղ երկինքը բառացիորեն գնդակոծվում է հրթիռներով եւ շահեդներով, եվրոպական պատվիրակությունները կանգնած էին երկընտրանքի առջև, ինչպես կազմակերպել անվտանգությունը Իրանում տիրող պատերազմի ֆոնին։ Թեհրանի ահաբեկչական ռեժիմը այդ պահին արդեն բացահայտ սպառնում էր իր բոլոր հարևաններին եւ հարվածում նրանց։ Չէ՞ որ իսլամիստների համար Եվրոպան հենց այն կոլեկտիվ արևմուտքն է, որին նրանք ընտրել են որպես թիրախ, եւ թեև Եվրոպայի ոչ բոլոր երկրներն էին բացահայտ հավանություն տալիս Իսրայելի կամ Ամերիկայի գործողություններին Իրանում, գագաթնաժողովի մասնակիցների մեծ մասը կապված է Միացյալ Նահանգների հետ դաշնակցային պարտավորություններով։ Բացի այդ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Եվրոպայում հիմնականում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, այն փաստը, որ նման պայմաններում առանցքային տերությունների առաջնորդները այնուամենայնիվ ժամանեցին Երևան, ոչ միայն դիվանագիտական հաջողություն է, այլև անհավանական բեկում, որը ցույց է տալիս հանուն նոր Հայաստանի Եվրոպան պատրաստ է գնալ լուրջ ռիսկերի։ Այս ամենը իրոք գնահատել է պետք։ Պետք է հասկանալ, նման գագաթնաժողովի անցկացումը Երևանում թշնամիների համար այն նույն կարմիր լաթն էր, որն իր մեջ մահացու վտանգ էր պարունակում։ Իրավիճակը բարդանում էր նաև Վաշինգտոնի կողմից առկա անորոշությամբ, հաշվի առնելով Թրամփի յուրահատուկ վերաբերմունքը Եվրոպայի նկատմամբ եւ նրա դիրքորոշումը Իրանի հարցում, տհաճ անակնկալներ կարելի էր սպասել հակամարտող կողմերից յուրաքանչյուրից։ Իդեպ Թրամփի հայտարարությունը, թե երկուշաբթի օրվանից սկսվում է Հորմուզի նեղուցի նավերի ազատագրումը, կարելի էր համարել ուղղակի սադրանք, ինչին հետևեց նաև Իրանի հարվածները հարևան երկրներին, իսկ թե ինչպես էր Պուտինը փորձում Բելոռուսի միջոցով սրել իրավիճակը Ուկրաինայում, ես պատմել եմ նախորդ եթերում, այնուամենայնիվ գագաթնաժողովը Երևանում կայացավ եւ դա նշանակում է 3 սկզբունքային բան։ Առաջինը, սա իմ կարծիքն է, Եվրոպան հաստատեց, որ ինքնուրույն եւ ուժեղ խաղացող է մեր տարածաշրջանում, երկրորդ, Ռուսաստանն այլևս այս կողմերի իրավիճակի տերն ու տիրականը չէ, մենաշնորհը խախտված է, երրորդը, Հայաստանը գործնականում ապացուցեց, որ ընդունակ է դառնալ հենց այն կամուրջը արևմուտքի եւ արևելքի միջև, որի պակասը շատ ժամանակ զգացվել է։ Ուզում եմ ասել, որ մեր աչքի առաջ տեղի ունեցավ անհավանականը։ Երևան ժամանեցին այնպիսի երկրների առաջնորդներ, որոնք նախկինում այդքան ակտիվ չէին։ Ձեր էկրաններին պատմական լուսանկարն է, որտեղ պատկերված են գագաթնաժողովի մասնակիցները, նրանցից 32-ը երկրների առաջին դեմքեր են, պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, սրանք այն առաջնորդներն են, ովքեր անձամբ են ժամանել Երևան եւ կանգնած են առաջին շարքում եւ առանցքային դիրքերում, կենտրոնում Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանն է, Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը, իդեպ Մակրոնի մասով նշեմ, որ նա ներկայացնում էր նաեւ Գերմանիան օբյեկտիվ պատճառներով բացակայող Ֆրիդրիխ Մերցի փոխարեն, չնայած Գերմանիայից այլ ներկայացուցիչներ էլ կային, այնուհետև Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Ստարմերն է, Իտալիան ներկայացնում էր Ջորջա Մելոնին, Լեհաստանը Դոնալդ Տուսկը, Մոլդովան Մայա Սանդուն, Վրաստանը Իրակլի Կոբախիձեն, Սերբիան Ալեքսանդր Վուչիչը, Ալբանիան Էդի Ռաման, Կանադան որպես հատուկ հյուր ներկայացնում էր Մարկ Քարնին, Նիդերլանդները Դիկ Սխոֆը, Բելգիան Բարդ դե Վևերը, Լյուքսեմբուրգը Լյուկ Ֆրիդեն, Ֆինլանդիան նույնպես ներկայացված էր Պետեր Օրպոյի մակարդակով, վարչապետի մակարդակով, Նորվեգիան Յոնաս Գար Ստյորեի մակարդակով, Շվեյցարիան Գի Պարմելանի մակարդակով, Դանիան Մետե Ֆրեդերիկսենի մակարդակով, Էստոնիան Քրիստեն Միխալի մակարդակով, Լատվիան Էվիկա Սիլինիայի մակարդակով, Լիտվան Ինգա Ռուգինենեի մակարդակով, Ավստրիան Կարլ Նեհամերի մակարդակով, Իսպանիան Պեդրո Սանչեսի, Պորտուգալիան Լուիս Մոնտենեգրոյի մակարդակով, Իռլանդիան Միխոլ Մարտինի մակարդակով, Հունաստանը Կիրիակոս
Միցոտակիսի մակարդակով էր ներկայացված, Կիպրոսը Նիկոս Քրիստոդուլիդիսի մակարդակով, Չեխիան Անդրեյ Բաբիշի, Սլովակիան Ռոբերտ Ֆիցոյի, Ռումինիան Մարչել Չոլակուի, Բուլղարիան Դիմիտար Գլավչևի, Մոնակոն Իշխան Ալբեր II-ի։ Կային նաև 4 հոգի երկրների ներկայացուցիչներ նախարարների փոխվարչապետերի մակարդակով, ովքեր նույնպես հայտնվել են կադրում, Ջևդեթ Ելմազը Թուրքիան էր ներկայացնում, Մարիա Մալմեր Ստենգարդը Շվեդիան, սա արտաքին գործերի նախարարն է, Տանյա Ֆայոն Սլովենիան էր ներկայացնում, նույնպես արտաքին գործերի նախարար, Բրիջիտե Հաասը Լիխտենշտայնի կառավարության ղեկավար, ըստ արարողակարգի այստեղ որպես ներկայացուցիչ էր, միջազգային կազմակերպություններից կային 6 հոգի, Եվրոմիության ղեկավարությունը եւ առանցքային կառույցները ներկայացնում էին Անտոնիո Կոշտան, Եվրոպական խորհրդի նախագահը, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը, Ռոբերտա Մեցոլան, Եվրոպական խորհրդարանի նախագահը, Կայա Կալասը, Եվրոմիության դիվանագիտության ղեկավարը, Մարկ Ռյուտեն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Ալեն Բարսեն, Եվրոպայի գլխավոր քարտուղարը, ընդամենը ստացվում է 32 երկրի ղեկավարներ, 4 հոգի նախարարների եւ փոխվարչապետների մակարդակով եւ 6 հոգի եվրոչինովնիկներ, եթե կարելի այդպես ասել, սակայն ոչ բոլոր հյուրերն են կարողացել հայտնվել միջոցառման գլխավոր լուսանկարում։ Այժմ ներկայացնեմ այն երկրների ներկայացուցիչների անունները, ովքեր ժամանել էին գագաթնաժողովին, բայց չեն հայտնվել լուսանկարում։ Նրանք ֆիզիկապես Երևանում էին, բայց կադրից դուրս են մնացել տարբեր միջոցառումների մասնակցելու պատճառով։ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը Շտեֆեն Հեբեշտրայտն է դուրս մնացել լուսանկարից, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն է դուրս մնացել լուսանկարից, կարծում եմ ոչ ոք չի կարոտի նրան։ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացո Կասիսն է դուրս մնացել, չնայած պատվիրակության կազմում էր նաև Վիոլա Ամխերդը, շվեյցարացիները հաճախ բաց են թողնում ընդհանուր լուսանկարները հանդիպումների խիտ գրաֆիկի պատճառով։ Լուսանկարում չկա նաև Իսլանդիայի վարչապետ Բյարնի Բենեդիկտսոնը, նա Երևանում էր, բայց նկարահանման պահին գտնվում էր հյուսիսային երկրների առաջնորդների հետ փակ հանդիպմանը։ Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղարը չկա լուսանկարում, Լուկա Բեկարին, փոքր պետությունների ներկայացուցիչները երբեմն չեն հայտնվում լուսանկարներում տարբեր պատճառներով։ Մալթայի վարչապետը նույնպես չկա նկարում, Ռոբերտ Աբելան, նա Երևանում էր, ժամանել էր մյուսներից մի քիչ ուշ եւ բաց է թողել լուսանկարվելու պաշտոնական արարողությունը։ Այսպիսով արձանագրենք Երևանի գագաթնաժողովին առաջին դեմքերի ֆիզիկական ներկայությունը իհարկե մի փոքր պակաս էր նախորդ սամիթներից, բայց ներկայացվածությունը չափազանց կարևոր էր եւ չափազանց բարձր մակարդակի։ 24 տարի անց Հայաստան այցելեց Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին, հաշվի առնելով այն փաստը, որ նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Հայաստանում ռուսական ռազմաբազայի ավիաբազայից ընդամենը 12 կիլոմետր հեռավորության վրա, պետք է ասենք, որ Երևանյան միջոցառումը շատ է կարևորվել։ Սա խոսում է այն մասին, որ Ուկրաինան ոչ թե պարզապես մտնում է տարածաշրջան, այնտեղից դուրս մղելով Ռուսաստանին, չնայած ավելի ճիշտ կլինի ասել Եվրոպան Ուկրաինայի հետ է մտնում տարածաշրջան։ Իդեպ դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Երևանում վերջին 5 տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպեցին Զելենսկին եւ Կոբախիձեն, եւ նշեմ, որ հանդիպումը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։ Ադրբեջան կատարած այցից եւ Հայաստանում անցկացված միջոցառումից հետո Զելենսկին ցույց տվեց, որ Ուկրաինան հավասարապես բաց է բոլորի համար։ Ուկրաինան նորովի է կառուցում իր քաղաքականությունը այս տարածաշրջանում, ընձեռնելով հավասար հնարավորություններ, իսկ թե ով եւ ինչ մակարդակով կամրապնդի հարաբերությունները Ուկրաինայի հետ, դա արդեն Բաքվի, Երևանի եւ Թբիլիսիի որոշելիքն է։ Ես բազմիցս իմ եթերներում ասել եմ, որ այն ֆունդամենտը, որ ունեն հայերը, Հայաստանը ոչ ոք չունի եւ աշխարհում շատ քիչ երկրներ կարող են հավակնել նման դիրքերի Ուկրաինայի հետ հարաբերություններ ունենալու, բայց որոշումները բազմիցս ասել եմ Երևանինն են։ Եթե նկատել եք, Զելենսկին իր ելույթում ոչ միայն խոսեց մայիսի 9-ին Մոսկվայի երկնքում ուկրաինական դրոնների մասին, այլև ընդգծեց Ուկրաինայի ցանկությունը տեսնելու խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Սա եւս մեկ ծանրակշիռ խոսք է Հարավային Կովկասի դասավորության վերաբերյալ մի երկրից, որը ծանր պայքարում ծնկի է բերում միջուկային տերություն Ռուսաստանին։ Իդեպ Զելենսկին արտահայտվեց նաեւ Հորմուզի նեղուցի եւ Իրանի ժողովրդի մասին։ Սա նշանակում է, որ Կիևը մուտք է գործել ոչ միայն Հարավային Կովկաս,
այլև մեծ մերձավոր արևելքի տարածաշրջան։ Մեր լսարանը գիտի, որ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրատների եւ Կատարի հետ Ուկրաինան պաշտպանական ոլորտի պայմանագրեր է կնքել։ Մենք ականատես ենք դառնում մեծ փոփոխությունների եւ այս ամենի ֆոնին Հայաստանին մեկնված է ձեռք փոխշահավետ համագործակցության եւ զարգացման համար։ Այն փաստը, որ Կրեմլն ու նրա երկրպագուները պատկերավոր ասած միայն արցունքներն են սրբում, կազմակերպելով մանր սադրանքներ, հաստատում է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ոչ միայն կայացել է, այլև դարձել է ամենանշանակալին։ Այն անցկացվեց մի երկրում, որը թեև ֆորմալ, բայց դեռ հապկի անդամ է, բայց փաստացի ընտրել է այլ ուղի։ Եվրոպական քաղաքական համայնքի ձևաչափը այսօր Հայաստանի եւ Եվրոպայի ինտեգրման առավելագույն հնարավոր ձևաչափն է։ Արդյոք դա գոհացնում է, ասենք ինպես մարդուն, որպես մեկնարկային կետ, այո, բայց ես սպասում եմ նոր քայլերի, ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրոպայի ուղղությամբ, որոնք պետք է լինեն Հայաստանից։ Մայիսի 4-ից հետո Երևանում ոչ ոք չի կարող ասել, թե արդյոք Հայաստանին սպասում են Եվրոպայում, թե ոչ։ Ակնհայտ է, որ սպասում են։ Կարող է արդյոք Ուկրաինան օգնել Հայաստանին տնտեսությունից մինչև պաշտպանություն հարցերում։ Իհարկե, կարող է։ Ինչի կապակցությամբ էլ ես եւս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս։ Ես ուզում եմ շնորհավորել մեր բոլոր հայրենակիցներին աշխարհում Հայաստանի այս նոր կերպարի կապակցությամբ։ Արդյոք սա նշանակում է, որ ես հիմա ամեն ինչում համաձայն եմ գործող իշխանությունների արտաքին քաղաքականության հետ։ Իհարկե ոչ։ Ես նախկինի պես բազմաթիվ հարցեր ունեմ, օրինակ կատեգորիկ համաձայն չեմ այն ձևի հետ, թե ինչպես է քաղաքական օրակարգից հեռացվում ցեղասպանության հարցը։ Ես տեսնում եմ ձախողում Սփյուռքի հետ աշխատանքում, ես պատրաստ չեմ հաշտվել տնտեսության դանդաղ դիվերսիֆիկացման եւ պաշտպանական ոլորտում բարեփոխումների դանդաղ ընթացքի հետ, բայց որպես մարդ, ով ձգտում է լինել օբյեկտիվ, պարտավոր եմ փաստել, այս գագաթնաժողովը բեկումնային էր։ Ես հասկանում եմ ընդդիմության զգացմունքները, այո, նրանք հիասթափված են, կոտրված, բայց կարևոր է հիշել մի ճշմարտություն՝ իշխանությունները գալիս են ու գնում, իսկ Հայաստանը մեկն է, մեր բոլորինն է։ Ցանկացած քաղաքական քայլ պետք է ուղղված լինի պետության հզորացմանը, այլ ոչ թե սեփական երկիրը հարվածի տակ դնելուն, հանուն ինչ-որ վարկյանական օգուտի։ Պետք է քննադատել հանուն առաջընթացի, այլ ոչ թե պարզապես քննադատելու համար կամ հասարակության ներսում ատելության մթնոլորտ ստեղծելու համար։ Ի վերջո ժամանակն է դադարել թշնամիներ փնտրել մերոնց մեջ։ Մենք կարող ենք ունենալ տարբեր հայացքներ, բայց մեզ միավորում է մեր հայ լինելը, մեր հայկական ընդհանրությունը։ Հենց այս համախմբվածությունն է ամենաշատը վախեցնում նրանց, ովքեր մեզ չարիք են կամենում։ Միայն համախմբվելով մենք մեր հայրենիքին կյանքի շանս ենք տալիս, իսկ մեր հասարակությունը սեփական երկրում բարեկեցիկ ու խաղաղ ապրելու հնարավորություն։ Ես շատ հուսով եմ, որ իշխանությունները ձեռք բերվածով չեն սահմանափակվի, սահմանվել է նոր բարձր նշաձող, որը հսկայական պատասխանատվություն է դնում բոլոր կողմերի վրա։ Եվ ես որպես անուղղելի լավատես հավատում եմ այն զարգացմանը, որ իմ հայրենիքին կբերի երկար սպասված խաղաղություն, անվտանգություն եւ բարօրություն։ Ուրախ եմ, որ կայացան ինչպես Հայաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների, այնպես էլ երկրի ղեկավարների հանդիպումը։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ դրական հանդիպման մասին։ Զելենսկին հայտարարել է, որ Փաշինյանի հետ հանդիպումը եղել է լավ է, շնորհակալություն հայտնելով վարչապետին եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին հրավիրելու համար։ Նախագահի այս ուղևորությունը դարձավ Ուկրաինայի ղեկավարի առաջին այցը Հայաստան վերջին 24 տարվա ընթացքում։ Մեջբերեմ Զելենսկուն, կարևոր է, որ վերականգնում ենք ակտիվ երկխոսությունը մեր երկրների միջև, քննարկել ենք իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև անվտանգային մարտահրավերներն ու սպառնալիքները։ Ես տեղեկացրել եմ իրական խաղաղության հասնելու ուղղությամբ տարվող դիվանագիտական աշխատանքի մասին, պատմել է Զելենսկին։ Այստեղ կարևոր է, որ երկկողմանի պայմանավորվածությունները իրական միս եւ արյուն ստանան, եւ այս հարցում փորձագիտական համայնքի մասնակցության կարիքը շատ է լինելու։ Հուսամ իշխանությունները չեն երկմտի դիմելու մասնագետների օգնությանը։ Մի փոքր հիասթափված եմ, որ Հայաստանի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության աջակցելու մասին լսեցի Ուկրաինայի արտգործնախարարից, բայց մենք կաշխատենք այդ ուղղությամբ։ Հասկանալի է, որ առանձնազրույցներում հայկական կողմից դա հնչում է, բայց կցանկանայի, որ հայկական հայտարարությունները իրենց մակարդակով հետ չմնային Ալիևի հայտարարություններից։ Չէ՞ որ մայիսի 4-ի գագաթնաժողովի անցկացման փաստը ինքնին Երևանի կողմից շատ ավելի համարձակ քայլ է, քան Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին
լսվեցին բարձրաձայն խոսքերը։ Իհարկե, Ուկրաինայի արտգործնախարարը ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը եւ այս պահին ուկրաինական հանրությունը գիտի դրա մասին, բայց լավ կլինի հատկապես Սերժ Սարգսյանի Պուտինին զանգից հետո, որ մենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարման մասին լսենք Հայաստանի ղեկավարների կողմից։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր շփման ժամանակ Ուկրաինայի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության աջակցելու վերաբերյալ փոխադարձ հայտարարությունները ամեն անգամ վստահության նոր նոտակ ավելացնեն մեր կողմերի միջև։ Մի խոսքով, նշաձողը հաղթահարված է, բացարձակ ռեկորդ չէ, բայց կա չտեսնված հաջողություն, Հայաստանի հաջողությունը, որը կարող ենք զարգացնել բոլորս, չբաժանվելով քաղաքական կուսակցությունների, իշխանության եւ ընդդիմության։ Արտաքին հարթակում մենք բոլորս պետք է միասնական լինենք։ Սա իմ համոզմունքն է եւ անցնենք ռազմաճակատի լուրերին։ Նախորդ 2 օրերին ռազմաճակատում տեղի է ունեցել 297 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են եւս 2090 օկուպանտի եւ նրանց 4942 միավոր տեխնիկան, տրանսպորտն ու սպառազինությունը։ Ուկրաինայի գլխավոր շտաբը նաեւ հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր լուսանկարներով եւ տեսանյութերով արձանագրված տվյալների համաձայն լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է արդեն 1,336,120-ի։ Ռելիզները ձեր էկրաններին են, աջ կողմից ամենաթարմն է, իսկ նախքան մեր եթերը շարունակելը նորից հիշեցնեմ ձեզ, ովքեր դեռ չեն օգտվել YouTube-ի գործիքներից, օգնելու մեր հաղորդման տարածմանը, անպայման դա արեք, խնդրում եմ, դրեք լայքեր եւ եթե հնարավոր է տարածեք սոցիալական ցանցերում։ Իսկ ես առիթից օգտվելով իմ շնորհակալությունը հայտնեմ ձեզ ձեր մշտական մեծ աջակցության համար, շատ շնորհակալ եմ ձեզ։ Իրոք միասնական պայքար ենք մղում ռուսական ապատեղեկատվության դեմ։ Ցավով պետք է անդրադառնամ նաև բացասական երևույթներին, որոնցում տեսնում եմ նաև իշխանությունների պատասխանատվությունը։ Մարզահամերգային համալիրի շրջանում հարձակում տեղի ունեցավ ուկրաինական դրոշով ակցիայի մասնակիցների վրա, հրապարակի շենքերից մեկի վրա եւ եթե չեմ սխալվում Չեխիայի դեսպանատան մոտ պրոյեկցիայի միջոցով անպարկեշտ խոսքեր էին պատկերվել նախագահ Զելենսկու հասցեին, իսկ հայ լրագրողը հեռացող Զելենսկու հետևից իբր հարց էր տալիս ֆոսֆորի մասին։ Ըստ էության այս ամենը իմ գնահատմամբ սադրանքներ էին, որը պրոռուսական ուժերը օգտագործեցին իրենց մաղձը թափելու համար։ Բոլոր կադրերը կան, ամեն ինչ պահպանել եմ եւ փոխանցել եմ համապատասխան մարմիններին եւ սպասում եմ, որպեսզի արձագանք լինի։ Այդ մարդիկ, ովքեր հարձակվում էին ուկրաինական դրոշի վրա, կամ այսպես ասեմ, չհարգելով ուկրաինական դրոշը, հարվածում են մեզ կես միլիոնանոց համայնքին Ուկրաինայում, ովքեր իրենց կյանքը չեն խնայում այդ դրոշի տակ պայքարելով ագրեսորի դեմ։ Իսկ Զելենսկու մասին հայհոյանք պատերին պրոյեկցիա անելով արդեն Հայաստանն էին վատ լույսի ներքո ներկայացնում միջազգային հյուրերի դիմաց։ Զելենսկին հաղթող է իր ժողովրդի հետ, իսկ նման բաներ անողները ցույց տվեցին իրենց ոչ adekvatությունը։ Հարցս ուղղեմ հայաստանյան իշխանություններին։ Չէ՞ որ դուք գիտեիք, որ պրոռուսական ուժերը փորձելու են սադրանքներ կազմակերպել, օգտագործելով Ուկրաինայի հասցեին հնչող զրպարտությունները։ Ինչու 20 թվականից ի վեր ոչ ոք հայ հասարակությանը մանրամասն չպատմեց, որ Ուկրաինան ոչ ոքի ոչ մի ֆոսֆոր չի փոխանցել, եւ որ Զելենսկին ոչ մեկին չի շնորհավորել իբր Արցախում հաղթանակի կապակցությամբ։ Չէ՞ որ իշխանությունները գիտեին այս ամենը։ Ես ինքս իմ եթերներում հարյուրավոր, եթե ոչ հազարավոր անգամներ խոսել եմ դրա մասին։ Եթե իրոք կան մարդիկ, ովքեր բաց են թողել, հատուկ եթեր եմ արել այդ թեմայով եւ ցույց եմ տվել բոլոր սկրինշոթերը, ով որ թվականին ինչ է ասել եւ ինչ է արել։ Եթերի նկարագրության մեջ հղումը նորից կթողեմ։ Ֆոսֆորի եւ այլ զրպարտությունների առումով եղել են Ուկրաինայի դեսպանատան հերքումները 22 թվականին, Զելենսկու անձնական հերքումը 20 թվականին։ Այս կադրերը ոչ միայն էմոցիոնալ առումով վիրավորում են մեզ Ուկրաինայում ապրողներից, այլև չարակամների ձեռքով կհայտնվեն եվրոպական կառույցներում։ Իհարկե, իրավիճակ ստեղծողը Պուտինի վաստակներն էին Հայաստանում, այսպես կոչված ռուսամետ ընդդիմությունը, ըստ էության ռևանշիստներն են ստեղծել այս տոքսիկ մթնոլորտը Ուկրաինայի նկատմամբ, եւ սա եւս մեկ օրինակ է, թե ինչու են այս ուժերը վտանգավոր առաջին հերթին հենց Հայաստանի համար։ Նրանք պատրաստ են կտրել Հայաստանը աշխարհից կարճաժամկետ իրենց գրպանիշահույթի համար։ Ի վերջո Զելենսկիին սադրելը այն պահին, երբ Երևանում տեղի էր ունենում ըստ էության ուկրաինական միջոցառում, ինչպես ասում են իրենց սիրելի ռուսացիները,
Ռուսաստանում նշանակում է ականջները սառեցնել տատիկից զայրացնելու համար։ Սա ռուսամետ ուժերի բացարձակ ոչ ադեկվատության նշանն է, բայց ինչպես արդեն ասացի, հենց իշխանությունը պետք է սա կանխատեսեր, չէ որ գիտեին ում հետ գործ ունեն եւ ինչ ստեր են տարածել Ուկրաինայի մասին տասնամյակներով այդ Ռուսաստանի բալեքը։ Իշխանությունները պետք է ֆիքսեն եվրոպական քաղաքական մակարդակը ոչ միայն հայտարարություններն ու միջոցառումներ կազմակերպելն է, այլև ստանդարտի պահպանումը։ Իրականում բարձր մակարդակ պահելը դա քրտնաջան աշխատանք է։ Ինչևէ, ուկրաինացիները իրենց վերաբերմունքը ունեն Հայաստանի հանդեպ, հայ ժողովրդի հանդեպ, նրանք տարբերում են ով է իրական հայը եւ ով է ռուսահպատակը։ Երեք նաեւ Ուկրաինայի արտգործնախարարն էր սելֆի արել Երևանից եւ կիսվել իր տպավորություններով, ըստ նրա Երևանը եվրոպական մայրաքաղաք է եւ անսահման տարածք թե ոգով, թե աշխարհաքաղաքական առումով եւ որտեղ էլ որ նա գնար իր խոսքերով բնակիչները նրան դիմավորում էին փառք Ուկրաինային բացականչություններով։ Սա նշանակում է, որ որքան էլ պուտինիստները փորձեին վատ տպավորություն ստեղծել Հայաստանի մասին, միևնույն է, մեր հայ հասարակության իմաստությունը ամեն ինչից վեր է, ինչը չափազանց ոգևորիչ է, բայց վատ երևույթների մասին չէին կարող չխոսել, գիտեք։ Մենք տեսնում ենք լավին լավ ենք ասում, վատին վատ եւ արատավոր երևույթները պետք է կանխվեն, կանխելու ձևեր կան, առաջին հերթին պետք է տեղեկատվական աշխատանք տանել լայն մասաների հետ, իմանալով թե ինչ նարատիվներ են օգտագործելու միջոցառումների հակառակորդները։ Մայիսի 5-ի գիշերը F5 Flamingo թևավոր հրթիռների մարտական արձակումներն են իրականացվել Ռուսաստանի տարածքում գտնվող մի քանի թիրախների, այդ թվում Չեբաքսարի ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտների ուղղությամբ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին անձամբ։ Ուկրաինայի առաջնորդը ընդգծել է, որ ուկրաինական F5 Flamingo հրթիռները հաղթահարել են ավելի քան 1500 կիլոմետր հեռավորություն, թիրախավորված ռազմական արտադրամասում արտադրվում էին ռելեական պաշտպանության համակարգեր, ավտոմատիկայի եւ ցածր լարման սարքավորումներ, գործարանը նավիգացիոն տարրեր էր մատակարարում ռուսական ռազմածովային նավատորմի, հրթիռաշինության ոլորտի, ավիացիայի եւ զրահատեխնիկայի համար։ Այն ամենը, ինչ ռուսները կիրառում են մեր Ուկրաինայի դեմ պատերազմում, շեշտել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին նշել է, որ ուկրաինական հեռահար հրթիռները շարունակում են միանգամայն արդարացիորեն գործել ի պատասխան Ռուսաստանի հարձակումների։ Ռուսաստանը պետք է ավարտի իր պատերազմը եւ անցնի իրական դիվանագիտության։ Մենք մեր առաջարկը արել ենք, նշել է Զելենսկին։ Բացի այդ, Ռուսաստանի Լենինգրադի մարզում նույնպես լուսադեմին ուկրաինական հարվածներից հետո հրդեհվել է խոշոր նավթավերամշակման գործարանը, հարձակման թիրախում է հայտնվել Կիրիշիի նավթավերամշակման գործարանը։ Կիրիշիի գործարանը Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից է, դրա հզորությունը կազմում է տարեկան ավելի քան 20 միլիոն տոննա նավթ։ Այս ձեռնարկության նավթամթերքը ուղարկվում է արտահանման, իսկ դրանց դիմաց ստացված գումարները Կրեմլը ծախսում է Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու համար։ Բացի այդ, այս գործարանը վառելիքով է ապահովում ռուսական բանակը։ Այս ամենի հետ կապված Կիրիշիի գործարանը օրինական թիրախ է Ուկրաինայի զինված ուժերի համար, որոնք նախկինում արդեն մի քանի անգամ խոցել էին այդ ձեռնարկությունը եւ հիմա վերականգնվել էր, հիմա նորից շարքից հանվեց։ Հավանաբար մեր լսարանի մեծ մասը արդեն տեսել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա ուկրաինական դրոնների այցելության կադրերը, հատկապես մայիսի 9-ից առաջ Ուկրաինայի քայլերը ռուսների համար բավականին սարսափազդու տեսք ունեն։ Ուկրաինական հարվածները ագրեսոր երկիր Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու միջոց են, հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմը շարունակվում է։ Հարվածները իրոք շատ են, վստահ եմ մեր Telegram-ից օգտվողները վայելում են բոլոր կադրերը։ Ուկրաինայի գլխավոր շտաբը կանոնավոր կերպով տեղեկություններ է հավելում ինչպես Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում, այնպես էլ Ռուսաստանի տարածքում խոցված օբյեկտների մասին։ Մեր աղբյուրները նույնպես քիչ տեղեկատվություն չեն տրամադրում, օրինակ հայտնի է դարձել, որ ապրիլի վերջին Ղրիմի կամրջին Ուկրաինայի պաշտպանության ուժերի հարվածի հետևանքով խոցվել է պարեկային մոտորանավակ անձնակազմի հետ միասին։ Սա ռուսական ՖՍԲ-ի ստորաբաժանումների մասն էր։ Հրապարակվել են նոր նախկինում անհայտ մանրամասներ 26 թվականի ապրիլի 30-ին Ղրիմի կամրջին Ուկրաինայի հարվածի վերաբերյալ։ Այդ հարձակման ընթացքում ոչնչացվել է ռուսական ՖՍԲ-ի պարեկային մոտորանավակը բոլոր նրանց հետ, ովքեր գտնվում էին նավի վրա։ Դե իսկ ռուսները ինչպես միշտ զբաղված են իրենց մարտահրավերություններով, բալիստիկ հրթիռներով խփում են գյուղական տներին, ամենօրյա ահաբեկչական պատերազմ է Պուտինի վախկոտ, բայց շատ նենք զորքի կողմից մարտի դաշտում հաջողություններ չունենալը նրանք փորձում են կոմպենսացնել խաղաղ մարդկանց սպանելով։
Այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց Պարսից ծոցում խցանված նավերի ազատագրման գործողության սկզբի մասին, Իրանի ահաբեկչական իշխանությունները դիմեցին սադրանքի եւ հարվածեցին Արաբական Միացյալ Էմիրություններին, իհարկե արաբական երկրի հոպը վատ չաշխատեց, իրանական հարվածային միջոցների բացարձակ մեծամասնությունը խոցվեց, սակայն Ֆուջեյրայում կան հարվածի հետևանքներ, իրենց այս քայլով իրանցի ահաբեկիչները եւս մեկ անգամ ապացուցեցին իրենց կարգավիճակը, չէ՞ որ Թրամփը հայտարարել էր խցանված ասիական նավերին օգնություն ցուցաբերելու մասին, իսկ Իրանը պարզապես վերցրեց եւ հարվածեց Էմիրություններին, որոնք ըստ էության որևէ առնչություն չունեին Թրամփի այդ նոր նախաձեռնության հետ։ Թրամփն էլ իհարկե դեռ այն ռազմավարն է, վերցրեց ու հենց այն օրերին, երբ Հայաստանում նման կարևոր միջոցառումներ էին անցկացվում, հայտարարեց իր գործողության մեկնարկի մասին, բայց Թրամփի մասով կարծում եմ ամեն ինչ պարզ է, մեղմ ասած նա կատարյալ չէ, բայց չմոռանանք նաև, որ նա հիմա պայքարում է Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ եւ այս հարցում Թրամփի բոլոր թերություններով հանդերձ իմ համակրանքը ոչ մի կերպ չի կարող լինել Իրանի ահաբեկչական իշխանությունների կողմում, որոնք ճնշում են սեփական ժողովրդին, նույնիսկ այս օրերին հասարակ իրանցիների մահապատիժները չեն դադարում։ Այս հարցում ես սատարում եմ այն ուժերին, որոնք կարող են ազատագրել Իրանը իսլամական ահաբեկչական ռեժիմից։ Իրանի շուրջ ամեն ինչ նորից գնում է դեպի էսկալացիա։ Գիտեմ, որ մեր ընկեր Արմեն Չիբուխչյանը իր եթերում անդրադարձել է այս թեմային, ուստի ես այսօր կսահմանափակվեմ Իրանի թեմայով այսքանով, իսկ Եվրոպայի եւ մասնավորապես Ուկրաինայի հարցում Թրամփի ոչ կոմպետենտությունը եւս մեկ անգամ հաստատվեց նրա վերջին հայտարարություններով, մինչ պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը նոր զեկույցում գրում է, որ ռուսական բանակը Կուրսկի մարզ ներխուժումից ի վեր առաջին անգամ արձանագրել է մարտի դաշտում վերահսկվող տարածքների կորուստ, Թրամփը այսօր հայտարարեց, թե Ուկրաինան ներկայումս իբր տարածքներ է կորցնում ռազմաճակատում, միևնույն ժամանակ նշելով ուկրաինացի զինվորականների արդյունավետությունը։ Այսինքն այս ոչ երիտասարդ մարդը նույնիսկ չի կարդում իր երկրի ամենահեղինակավոր կենտրոնների զեկույցները։ Միևնույն ժամանակ, ըստ երևույթին, Եվրոպայի եւ Ուկրաինայի միջև սեպ խրելու նպատակով Թրամփը հայտարարեց, որ ուկրաինացի զինվորականները ավելի արդյունավետ են գտնվել, քան Եվրոպայի ցանկացած բանակ։ Այս պայքարում նրանք ավելի լավն են, քան որևէ մեկը Եվրոպայում, նշել է Թրամփը, եւ հավելել, որ Ուկրաինայի զինված ուժերը ավելի լավն են, քան ՆԱՏՕ-ի գծով Ամերիկայի ցանկացած դաշնակից։ Ըստ էության Թրամփը Ամերիկա չհայտնաբերեց, նա ասաց այն, ինչ առանց այդ էլ բոլորը գիտեն, բայց ասվածի տրամաբանությունն ու դրա համար ընտրված ժամանակը հավանաբար հասկանալի են միայն իրեն Թրամփին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Թրամփը անվանեց խորամանկ եւ հիշեց Օվալաձև կաբինետում տեղի ունեցած լարված հանդիպումը։ Նա ասաց, որ ընդհանուր առմամբ նորմալ լեզու է գտնում Ուկրաինայի նախագահի հետ, մեջբերեմ ինձ դուր է գալիս Զելենսկին, չհաշված Սպիտակ տան այն պահը, որ մի փոքր ագրեսիվ էր նրա կողմից, ասել է Թրամփը նկատի ունենալով 25 թվականի սկզբին Օվալաձև կաբինետում կայացած հանդիպումը։ Ասում եմ, կարողան նեղացած է մնացել, որ սենց հիշում է։ Բայց հիշում եք ռուսական կողմից ինչ հեքիաթներ էին պատմում, թե ինչ է արել Թրամփը Զելենսկու հետ, բայց հիմա պարզվում է, որ Թրամփն է սենց նեղացած հիշում, 25 թվականի իրենց հանդիպումը։ Ինչևէ, Թրամփը նաև կոշտ է արտահայտվել ՆԱՏՕ-ի դաշնակիցների մասին, նրա խոսքով դաշինքը չի աջակցում Ամերիկային այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ էր, մեջբերեմ, երբ մեզ պետք էր ՆԱՏՕ-ն, նրանք մեզ համար այնտեղ չէին։ Ամերիկյան նախագահը հիշեցրել է, որ նախկինում Ամերիկան փաստացի ամբողջությամբ ֆինանսավորում էր ՆԱՏՕ-ն եւ հասկացրել է, որ չի հավատում դաշնակիցների հուսալիությանը մեծ պատերազմի դեպքում, մեջբերեմ, եթե մենք երբևէ ունենանք մեծ պատերազմ կամ ավելի մեծը, ես չեմ հավատում, որ նրանք մեր կողքին կլինեն, ասել է Թրամփը։ Դե հուսալիության առումով ինձ թվում է նույն զգացմունքներն էլ ունեն եվրոպացիները Թրամփի հանդեպ, իսկ Ռուսաստանը շարունակում է վախենալ իր մայիսի 9-ի շքերթից առաջ։ Ռուսաստանը միակողմանիորեն հայտարարել է մայիսի 8-ին եւ 9-ին զինադադար հաստատելու մասին, սպառնալով հրաժարվելու դեպքում զանգվածային հարված հասցնել Կիևի կենտրոնին։ Ինձ զվարճեցնում են Կրեմլի սպառնալիքները, նրանք 5-րդ տարին է դեռ մեզ սպառնում են, հույս ունենալով տպավորություն թողնել մեր վրա։ Եվ իհարկե Զելենսկու պատասխանը չուշացավ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր կողմից հայտարարեց զինադադարի մասին, որը կսկսվի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը։ Զելենսկին Պուտինի
խոսքերին արձագանքեց 1 ժամ անց եւ լռության ռեժիմի մեկնարկը տեղափոխեց 2 օր շուտ չորեքշաբթի կեսգիշերից։ Մեջբերեմ այն ժամանակահատվածում, որը կա մինչև այդ պահը, իրատեսական է ապահովելու լռության հաստատումը։ Մենք կգործենք հայելային կերպով սկսված նշված պահից, նշել է ուկրաինական նախագահը, փաստացի նա Կրեմլին ուլտիմատում ներկայացրեց, կամ զինադադարը սկսում է ավելի շուտ, կամ Մոսկվայի շքերթը կարող է հայտնվել հարվածի տակ։ Մեջբերեմ ժամանակն է, որ ռուսաստանյան ղեկավարները իրական քայլեր անեն իրենց պատերազմը դադարեցնելու համար։ Եթե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը արդեն կարծում է, որ Մոսկվայում շքերթ չի անցկացնի առանց Ուկրաինայի բարի կամքի, արձանագրել է Զելենսկին։ Նա նաև ընդգծել է, որ մարդկային կյանքերը շատ ավելի կարևոր են, քան Մոսկվայում շքերթներն ու տոնակատարությունները։ Բայց ասեք, որ ծիծաղելի վիճակում է հայտնվել Պուտինը, 3 օրում ուզում էր Ուկրաինա գրավեր, Կիև գրավեր, 5 տարի անց աղերսում է, որ չխփենք իրենց շքերթին Մոսկվայում, այն մարդիկ, ովքեր մեկնաբանություններում գրում են, որ Ռուսաստանը հզոր է, ձեզ ձեռքով եմ անում ժպտալով։ Այսքանով ավարտեմ մեր եթերը, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր հաղորդումը եւ մինչ նոր հանդիպում ամենայն հավանականությամբ 5 շաբթի, բարով մնաք։